Նորինություն, իմ սիրելի ծնողներ, այսօր 4-րդ դասարանի աշակերտները ամփոփում են ինչպես ենք միասին ապրում մոլորակում, ինչ սովորել են, ինչ որ կարողացել են ըմբռնել և այդ արժեքները պահպանել այդ թեմայի շուրջ, հիմա կփորձեմ ներկայացնել ձեզ։ Երբ ընկերները համերաշխ չեն, նրանց ընդհանուր գործը չի հաջողվում, որ պետք է լինել համախմբված։ Պետք է ընկերների կարծիքը հաշվի առնել։ Շատ լավ, եկեք միասին նկարենք։ Ժամանակով կատուն ճոններ, շունն էլ գլխին գդակ չուներ, միայն գիտեն ոչ որ հյանց որդի, ճանկել էր մի գարան մորթի, եկավ մի օր ձմեռնամուտին, կատվի գուշտը տարավ մորթին։ Բայր հաջողում ուստա պսո, գլուխս նստեց սերաստո, արես մորթին ու ինձ համար մի գդակ կարի գլխիս համար, թողի մասին բացիտ համար միամիտ մնա, համա, շան շուշանա։ Աչքիս վրա քեի քուչի մի գդակ է հովի քուքչի, քո թագակի խաթը համար ու թատորը համեցի տար, փողի մասին ավելոդ է մեր մեջ խոսան են ամոթ է, ինչպես բան է դո հերոքնես միայն մի գդակի վարձ։ Իպատ օրը քերի քուչին, ուստից առաջ բաց քուչին, թապ տալով ծաներ ու մեծ ուստա կատվի շերքում կանգնել։ Ուստեն ուրա, փափախը սուրա։ Մի քիչ կացի հրես երևա։ Ուստեն եկավ քուրքը հաքին, շանը տեսավ բեղի տակին, իրեն իրենքից թնդթնդաց, ու մուշտարու վրա թնդաց։ Ցուրտը տարավ վաղ տնաշեն, չես թողանում մի շուչ քաշել, հեշտ բան հոչի, հելը նոր եմ ծրցակ տվել, թե որ կարել։ Դե հերովնաց տենց ասա, էլ բարկանան տեն ինչի սա, թող եմ տվել վաղտին կարի, թե չասա է քուցարի, համ ասում ես, համ չես կան, համ խոսում ես վրես գորում, համ, քանի աղբեր գնամ ու գամ։ Ասավ քուչին ու նեղացած վերադարձավ գլուխը բաց, մին էլ եկավ դարձյալ չկար, ես անգամը դիպան իրար, էլ անպատիվ անկան խոսքեր, էլ հին ու նոր, էլ հերն ու մեր, Այդ գոհիսո։ Քաչաշուն, Գոհիսո։ քաչաշուն, բանը հասավ ջիվան բաշուն, շունը միջև գնաց եկավ, ուստա կատուն կոտր նկավ, գլուխն առավ ու մի գիշեր, հայդե կորավ էլ կորչետներ։ Են օրվանից միջև օրս էլ շուն ես բարը չի մոռացել, մտքում հլատեր պահում է, որտեղ կատվին պատահում է, վեր է թռչում վրա վազում, իրեն մոտին հետ է Ետ ու մոտիս։ Իսկ սևեր ես կատուն, խարգացած վշտացում է իպր, հելը նոր եմ ծրծակնվել, թե որ կարել։ Ասանք, որ պետք է
երբ խոստանում ես, այդ խոստանքը պետք է կատարել, ինչքան էլ դա դժվար լինի։ Հովիվն ու մսավաճարը։ Մի հովիվ և մի մսավաճար իրար հետ վիճելով, իրար օձի քաշքշելով մտնում են դատարան։ Դատավոր, արդար վճիռ կայացու։ Աստված վկա, մի քանի օր առաջ այս մարդը եկավ ինձնից 20 ոչխար գնեց։ Խոստացավ հետո փողը տալ։ Հիմա ասում է, որ ինձ չի ճանաչում և ոչինչ չունի ինձ տալու։ Աստված վկա, ես նրա դեմքը չեմ տեսել, ու մնաց այդ արժվը։ Ասում է մսավաճարը։ Ես չգիտեմ, որ մեկի հավատամ, երկուստ էլ ասում եք վկաբերում։ Դատավորը մտածում և ասում. Այնտեղ ուրիշ վկա չկար։ Սարի գլխին ինչ վկա, ես էի, ինքն էր, կարներս էին, վերևն էլ Աստված։ Հովիվ լավ մտածում։ Հովիվը մտածում և ասում. Կար, մի հատ էլ քար կար, որի վրա նստած առևտուր էի կանում։ Այդ քարը գնաբե ես նրանից կարծնեմ։ Հովիվը գնում է քարի ետևից։ Այդ ժամանակ մսավաճարը դատավորին հարցնում է. Կարող եմ տուն գնալ։ Ոչ, սպասի հովիվը գա։ Ներողություն, դուք ինձ ծաղրում եք։ Այսինքն ես ես չեմ ծաղրում։ Բա ոնց կարող է այդ հսկայական քարը բերել, նույնիսկ տեղից չի կարող շարժել։ Դատավորը արդար վճիռ է կայացնում։ Ստախոս մսավաճարից առնել քարների գինը և տալ ճշմարտախոս հովիվին։ Իսկ մսավաճարին նստացնել Եթե խոսքին կատարում ես, պետք է… Ջանի չհասկացան, կայո։ Որ ազնվությունը մարդու ամենակարևոր, ինչերից է հայք։ Հատկանիշներից է։ Երբ ազնիվ չես որտեղ ես հայտնվում, բան տախացու։ Ես ինչ ժողով է։ Մկրերի ժողով։ Ինչ եք որոշել։ Որոշել ենք, որ Կասեք։ Սովեր մկստան, կոտվի ձեռքից լկստան, գզիրն ընկավ դռներում, էլ չթողեց տուն կտուն, ջահել, ահել, գեղովի, կանչեց վեր էտ ժողովի, թե ինչ անեն, որ կանչվեն, մի հնարքով ազատվեն, եկան գյուղի ջոչերը, երկար բարակ օչերը, մասնակցեցին խորհրդին, մի մուկ խոսեց իր հերթին, լսեք մտնեց ցեղանից, որդի կողանից, ես միանջեր ծերուկ եմ, բայց պատվավոր մուկ եմ, բաքսեց ուժեին ոտի, պետք է մեղեմ անոթի, սովն է չոփեր դռանը, ախ մռանը, վեր է ընկել մռանը, ինչքան ասես նազանի, ստից սատկի տազանի, մուկ տեսնելիս վազանի, գլխիդ բռնի կախանի, թաթովը տախաղանի, ուտի քեֆը
թաղանի, այսպես զուլումը կրակ, դեռ աչքերն էլ զույգ ճրակ, բայց թե ազնի վերցեղը, կորչելու չէ զուր տեղը, այ բերել եմ ես միզան, լավ վրանգոց, չեզվիրոց, կատվի վզից մենք կախտանք, որ ինչքան էլ օրորա, որ ինչքան էլ շորորա, սպին սարկի տազանի, գարմանատ գազանի, էզան ով կախանի, ալո դու, ալո դու, Էլ ինչ բտո, ինչ պստան, ճստած բտոն, ճստան, լրինչ, հանդուկ, կոտարվեք, կախտոտների դես հաղեն, ճարասեմ թեստան, կոչը, ջոջը, կաշեց բոչը, Ինչ որոշեցինք, որ կատվի զիծ լավ, երկեց վրանսի տկարու եք Մի կաթիլ մեղր եք վաճառում։ Մի կաթիլ մեղրը Գյուղացի իրենց գյուղում խանութ սարքել կան է ծախում Օրվան ի ոտին քուվից մահակ ուսի շուն ետևից ներս է մտնում զուր չոբար Բարյար քեզ, այ խանութվար, մեղր չունես մի քիչ տասնես Ունեմ, չոբան աղբեր, ամանտուր է, ամանտվեր, ինչ տեղից որ ինքը կուզես, հենց ես պահին քաշեն տամ քեզ Այսպես հանգիստ, այսպես սիրով, մեղրից անուշ, լավ խոսքերով Մեղր են քաշում, մեկ էլ հանկարծ մի կաթ, մեղր ծորում է ցած Են կողմից մի ճանճ գալիս, այս մեղրին վեր է գալիս Խանութվանի կատուն հանկարծ թափուն ցատվում է ճանճի վրա Այս չոբանի շունը հաֆ է անում դնում տակին թեղթում ու շպրտում Խեղտեց, հայ իմ կատու, այս աղքեր դուշան որդուշում Այդ պահին խանութվանը բարկանում է ու ձեռքն ընկած մոտիկ բանը դուր թե կտաս շանճակատին շուռ է գալիս կատվի կողքին Բայց ես մապա աղասլակ շունս, իմ ամրուսնս, տեղս, տունս կագի, ասպասպար Ախեր ճուչար, վրան խստար, ոնց թե դու իմ շանը զարկես, դե զարկելը դու հիմա տես Բարկանում է չոբանը և զարկում է խանութվանին Սպանեցին, հայ օգնություն Վերին թաղից, ներքին թաղից Վերին թաղից, ներքին թաղից Գործի տեղից, ճամփի վրից Ճիչով լալով, հարայ տալով Կին երեխեք, աղբեր ու քուր Զոնքա ջաներ, քավոր սաներ Կին երեխեք, ընկեր տղեք Թևի, փեսա Էլ իմանա, ինչ իմանանք ելով է սա Գալիս են ու ամբեր չգալիս Չէ պատահ է Մի կաթ մեղր ընկավ գետնի և դարձավ կռիվ Ինչ կարող էիք որոշել Շատ վեճ, մենք կարող էինք ճիշտ ճանապարհով
հարթել, բայց մենք շատ ցանկացանք։ Մեղրից անուշ ինչը կարող է։ Մեղրից անուշը մարդկային խոսք է։ Մեղրից անուշ կարող է լինել մարդկային խոսքը, որ կարելի է իրար լավ բարի խոսքեր ասել Եվ և հասել։ բայց մենք չկարողացանք։ Այս դուք այդ մարդկային բարի անուշ խոսքերը Չասացի։ և դարձավ մի մեծ վեճ։ Դե լավ, եկեք միասին ենք կարողենք։ Այսքան է, եթե ինչ-որ հարցեր ունենում եք թեմայի շուրջ պահպանած երեխաներին, խնդրում եմ, դակ հետո խոսքը տանք։ Ընկեր Ջիլարյան։ Միասին ապրում ավելան։ Իրականում թեմաները ընտրված են այնպես, որ երեխաների կյանքին հոգեհարազատ լինեն, ինչպես ենք սկսում է ով եմ ես, ինչպես եմ արտահայտվում, ինչպես եմ կազմակերպում և ինչպես ենք աշխատում միասին, ապրում ոլորակում և հետո դուք սովորեք նաև ևս մեկ թեմա ինչպես ենք միասին, աշխատում, արարում։ Իհարկե թեման շատ հետաքրքիր է և հոգեհարազատ է, ինքը որտեղ կյանքում հեքիաթները մեզ ուղեկցում են և մանկուց և մեծահասակները և փոքրերը բոլոր մարդիկ ապրել են և դաստիարակվել են հեքիաթների շնորհիվ։ Շատ լավ է, որ դասագրքում կան նման հեքիաթներ, որոնք երեխաների և հոգեհարազատ են և երեխաները կարողանում են հեքիաթներից սովորել։ Ամենակարևոր բանը, որ ես այս ամփոփման ժամանակ ինձ համար շատ կարևորեցի, որ երեխաները ոչ միայն ապրիորի ուղղակի սովորեցին այդ հեքիաթները, այլ կարողացան հասկանալ, ըմբռնել նրանց միտքը և դրանով իհարկե մեծացավ իրենց արժե համակարգը։ Մարդ արժեքը ձևավորվում է ոչ միայն գիտելիքով, այլ կարողանում է ինքը կիրառությամբ հասկանալու միջոցով։ Ես տեսա, որ երեխաները այնքան լավ են յուրացրել այս բոլոր թեմաները, որ կարողանում են իրենց կյանքի համար իրենց հետ տանել մի բան։ Դրանք են հանդուրժողականություն, ընկերակցություն, համբերականություն, փոխզիջում, փոխըմբռնում, եւ համատեղ գործունեություն։ Այդ դրա համար կոչվում է ինչպես են մենք ապրում միասին։ Մենք կապրենք միասին, եթե նա կսովորենք ու միասին կարողանանք աջակցել ու սատար լինել ու ցանկանում եմ, որ դուք իրականում շատ ապրեք, կեցեք եւ հետագա բոլոր ձեր դասերը այդպես ձեր կյանքին, տվող բաներ լինեն, որտեղ սովորելը այլ բան է, իր հետ վերցնել տանելը մի բան։ Հիմա եթե ես այստեղից ցանկացած մեր եւ ծնողների եւ ուսուցիչների եւ դուք դուրս գանք լսարանից, մեզ հետ հաստատ տանում են կյանքի արժեքներ, ինչը շատ լավ է մարդու արժե համակարգի ձևավորման եւ ապագա քաղաքացի լինելու համար։ Շնորհակալություն Սիրելի երեխաներ, սիրելի Տիկին Ասատրյան, շատ գեղեցիկ ամփոփման դաս էր, շնորհակալություն ձեզ այս գեղեցիկ դասի համար, բայց ամենակարևոր բանը, որ ուսումնական գործընթացի յուրաքանչյուր թեմա դուք երեխաների համար կարողանում եք դարձնել կյանքի դասեր, ինչպես ասաց Տիկին Ջիլարյանը, դա ամենակարևորն է, և այս հետաքրքիր ձեր ուսումնասիրած առակները, երեխաներ, հեքիաթները, բալադները, որոնք ես ամբողջը համատեղ դուք ամփոփեցիք, շատ կարևոր է, որ հասկանաք ոչ մի գրող ու բանաստեղծ առանց մտքի ու նպատակի որևէ բան չի գրում։ Եվ յուրաքանչյուր անգամ այդ ամենափոքրիկ ստեղծագործության մեջ կլինի դա հեքիաթ, առակ, առակային առանց ասացված եւ այլն, ինչ-որ իմաստուն խորհուրդ եւ դաս կա կյանքի։ Շատ կարևոր է, որ դուք այս փոքրիկ տարիքից այդ դասերը քավում եք, յուրացնում եք, ուրեմն խնդրել ձեզ, որ չմոռանաք դրանց մասին, այ ինչպես Կարապը Խեցգեդինը եւ Գայլաձուկը ամեն մեկը իրենց կողմ քաշելով ոչինչի չհասան, ինչ էր սա ասում, որ միասնականությունն է ամենալավ գործերի հեղինակը եւ ստեղծողը, եւ այդպես նաեւ մյուս ձեր բոլոր ստեղծագործությունները, ինչ որ դուք անցաք եւ ինչ որ դուք անցնում եք։ Շնորհակալություն ձեր հրաշալի ուսուցչուհուն այս ջանքերի համար եւ այդ ամենը ձեզ սերմանելու համար։ Տիկին Ասատրյան, մեծ սիրով ենք մենք գալիս ձեր դասարան, որովհետեւ այստեղ երեխաների յուրաքանչյուր անգամ փոքրիկ ներկայացում, նաեւ ձեր մենք գիտենք նաեւ հարգելի ծնողներ Տիկին Ասատրյանի շատ մեծ ջանքերով, որովհետեւ դուք
չեք տեսնում, թե ինքը ինչ դժվար խնդիրներ է հաղթահարում, իսկ խնդիրներ դասարանում իրականում շատ ունեինք եւ շարունակում ենք ունենալ, բայց նրա անկոտրում կամքը, նրա հավատը, նրա նվիրումը ուսուցչի, դա ամենամեծ բանն է, որը կարող է հրաշքներ գործել։ Ես միշտ հավատացել եմ այդ հրաշքին եւ շատ շնորհակալ եմ Երասապյանին, որ ինքը ամեն օր դա ապացուցում է։ Ես շատ սիրում եմ այս դասարանը, որովհետեւ ամբողջ խնդիրները դասանի դարձում լուր, հանդուրժող, համբերատար, անկոտրում, նաև դրա համար շնորհակալ եմ ձեզ, որ հավատում եք ձեր ուսուցչին եւ հավատում եք մեզ, այն բացառիկ գեղեցիկ դասարաններից, որի բոլոր խնդիրները լուծվում են ներսում։ Դա ամենամեծ արժեքն է, որ ձեր ուսուցչուհին նաև սովորեցնում է ձեր երեխաներին, որ կարող են լինել խնդիրներ, խոչընդոտներ, բայց դրանք պիտի լուծվեն փակ, սահմանափակ ընտանեկան դռների, դասարանական դռների ներսում։ Եվ նաև ուզում եմ ասել իմ փոքրիկներին, որ այն շատ են մեծացել, շատ լավն են, շատ գեղեցիկ են, այն երեխաները, որոնց խոսքը ընդհանրապես հասկանալի չէր, այսօր շատ գեղեցիկ խոսում են, ընկեր ասել, շատ լուրջ աշխատանք եք կատարել եւ դա շատ տեսանելի է։ Ապրեք շատ, ապրեք երեխաներ։ Շատ բաներ եք ասել, այո, ձեր ասելուց հետո այդ ամենը իրագործելու անելը մեր միասնական դուք, որ ինձ վստահել եք, այդ աշխատանքը